Հայաստանում մեկնարկել է այս տարվա հունիսի 7-ին կայանալիք խորհրդանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական պայքարը օրեցօր ավելի թեժ ու լարված է դառնում։ Մի կողմից ռևանշիստական շրջանակներն են, որոնք ցանկացած գնով փորձում են վերադառնալ իշխանության։ Նրանք շարունակում են հասարակության մեջ տարածել թշնամանքի եւ պատերազմի հռետորաբանությունը։ Մյուս կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության քաղաքական գիծն է, որը առաջնահերթություն է համարում երկրի կայուն զարգացումն ու ապագան։ Ինչ կարծիք ունեն այս ամենի վերաբերյալ երկրի քաղաքացիները եւ որ քաղաքական ուժին են նրանք վստահում։ Հարցերի պատասխանները որոշել են պարզել տեղի լրագրողները։ Դուք քիչ այդ մարդասպանին պաշտպանեք, ռադարեք թող գնա, նա պետք է հիմա պատվալում փթեր։ Ես քանի անգամ գրել եմ Փաշինյանին, որ ես դες չեմ ընտրելու, հատուկ նրա համար, որ դուք քոչոին չեք նստացնում։ Ինչի՞ չեք նստացնում։ Ո՞վ է տալու իր երեխին քոչի համար գնա Ղարաբաղը հետ բերի։ Ոչ ոք, երկու թորնիկը ես ունեմ։ Չի կար հարգենք մենք երեխեք ջան։ Սա վարչապետին այո, սա ասֆալտատուր, ասֆալտը ուղարկել, ես ժողովրդին հարգեք երեխեք ջան։ Իրոք եմ ասում, ասֆալտը ուղարկել մեզի կյանք է տալիս։ Քաղաքացիները պնդում են, որ ընդդիմադիր շրջանակների հայտարարություններն ու գործողությունները կարող են տարածաշրջանը կրկին կանգնեցնել վտանգավոր լարվածության առաջ։ Համենდե զոր չունենք, մարդ չի մեռնում, ում տուրը չի գալիս։ Էլ երեխա չենք տանում երաբլուր, ում տուրը չի գալիս։ Ես չեմ ցանկանում թշնամուս անգամ չեմ ուզում բանես։ Այսօր այդ խաղաղությունը բերել է այդ Իրանից չի։ Ղարաբաղյան շարժումը սկսել է Լևոն Կոչեցյանը։ Ինքը տարել է այնտեղ Մոսկվայում ասեք 11 ամիս ինչ գործ ունեին Ղարաբաղ կոմիտեի 12 հոգին։ 11 ամիս Մոսկվայում KGB-ի պատվալում էին, վերբովկային արե, խոսում են ուղարկեին Հայաստանը քանդելու համար։ Ընդդիծած սկսվել, երեխեք ջան, այդ կարևոր անձիկ եկել են մեր տունը քանդելու համար, հատուկ առաջադրանք կատարելու։ Իսկ սա կատարում է ժողովրդի մեր, իմ, քու ես երեխեքի կամքը, ձեր ցավը տանեմ ես։ Մեկ այլ քաղաքացու խոսքով այսօր Հայաստանը նման ծանր ու ճգնաժամային իրավիճակում է հայտնվել հենց նախկին ղեկավարների վարած ագրեսիվ եւ թշնամական քաղաքականության պատճառով։ Քաղաքացին ընդգծում է, որ 2018 թվականից ի վեր աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչ պիտի անի օրինակ Սամվել Կարապետյանը, հայերեն չգիտի, անգրագետ, որ մեկ-մեկ ինձ ասում են բարերար, իսկ ինչ արել իմ երկրի համար, ինչ արել մեր համար։ Նույնը Քոչարյանը, բացի սպանելուց, թարանելուց, գողանալուց, խաբելուց, ծախելուց, ուրիշ ինչ։ Մնացած կամ Ծառուկյանը, բոլորն էլ, կամ ինչ գործ ունեն իրանք ընդհանրապես ազգային ժողովում։ Ես չգիտեմ այդ մարդկանց, որ իրանք կարող են ինչ-որ ձայն տալ, որ իրանք հայտնվեն նորից ազգային ժողովում։ Դա ուղղակի խայտառակություն է, խայտառակություն։ Սա մեր խաղաղության, ապագայի ու ամենակողմնորոշիչ ընտրություններն են ինձ թվում է պատմության մեջ Հայաստանի համար։ Այսօր Հայաստանի հասարակության համար առաջիկա ընտրությունների գլխավոր հարցը օրեցօր ավելի հստակ ու սուր է հնչում, որ ճանապարհն են ընտրելու քաղաքացիները պատերազմի թե խաղաղության։ Մարդիկ պնդում են, որ նախընտրում են խաղաղությունը, կայունությունն ու անվտանգ ապագան։ Նրանց համոզմամբ ռևանշիստական ուժերի հայտարարություններն ու գործողությունները կարող են տարածաշրջանը կրկին կանգնեցնել նոր պատերազմի առաջ եւ պնդում են, որ Հայաստանն այլևս իրավունք չունի վերադառնալ անցյալի ողորմելիքական սխալներին եւ նոր պատերազմի ճանապարհով տանել ժողովրդին։